Հանրապետության նախագահի նոր հրամանագրով գործադիր մարմնի կազմը լուրջ փոփոխության չի ենթարկվել։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, ինչպես նաև ուժային եւ սոցիալական բլոկի գրեթե բոլոր նախարարները վերահաստատվել են իրենց պաշտոններում։ Կառավարության կազմում միակ տեսանելի տեղաշարժը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի փոփոխությունն է։ Մխիթար Հայրապետյանին փոխարինելու է Դավիթ Թադևոսյանը։ Նոր մասնագետների եւ թարմ գաղափարների բացակայությունը կարող է դանդաղեցնել պետական կառավարման արդյունավետության բարձրացումն ու անհրաժեշտ բարեփոխումների ընթացքը։ Կադրային նման ստատիկ վիճակը ստեղծում է համակարգային լճացման վտանգ եւ սահմանափակում պետության զարգացման նոր հեռանկարները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանին բոլոր շանսերը տալ հակամարտությունը սրելուց առաջ։ Ամերիկացի առաջնորդը լրագրողներին ասել է, որ այս պահին դժվար է իրականացնել այն ծրագրերը, որոնք պատրաստել է Վաշինգտոնը եւ որոնք շարունակում են ուժի մեջ մնալ։ Թրամփի խոսքով ինքը հպարտ է, որ միշտ մարդկանց հնարավորություն է տալիս։ Հիմա ԱՄՆ-ն Իրանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը, որը կարող է տեղի ունենալ արդեն վաղը, նշել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով երկխոսությունն ընթանում է Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ այլ երկրների աջակցությամբ։ Բանակցությունների երկրորդ փուլի թեման լինելու է ատոմը։ Թրամփը շեշտել է, պետք է Իրանի ապամիջուկայնացում տեղի ունենա։ Ուկրաինական ԱԹՍ-ները Սև ծովում հարվածել են Կամերունի դրոշով նավարկող Նադեժդա նավին, որն ուղևորվում էր Նովորոսիսկ։ Մրգերով եւ բանջարեղենով բեռնված նավը դուրս էր եկել թուրքական Սամսունից։ Հարձակման հետևանքով անձնակազմի 4 անդամ է տուժել։ Կելենջիկի մարդաշատ լողափում ԱԹՍ է կործանվել։ Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 17 մարդ։ Նրանցից 4-ի վիճակը գնահատվել է ծանր։ Նախնական տվյալով հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են։ 40 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եռակողմ բանակցության թիմի ղեկավար Ռուստեմ Ումերովին նշանակել է երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Նախկինում քննարկվում էր նաև ԱՄՆ-ում դեսպան նշանակելու տարբերակը։ Հատկանշական է, որ Ումերովը որպես վկա է անցնում էներգոատոմի սկանդալային կոռուպցիոն գործով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ իր իրական վարկանիշը լավագույնն է պատմության մեջ, մեղադրելով լրատվամիջոցներին կեղծ տվյալներ հրապարակելու համար։ Որպես իր բարձր վարկանիշի հիմնավորում, նա թվարկել է մի շարք աննախադեպ ձեռքբերումներ, հարկերի ռեկորդային կրճատում, զբաղվածության բարձր ցուցանիշներ, ԱՄՆ-ում պատմական ծավալի արտաքին ներդրումներ եւ պաշտպանված սահմաններ։ Թրամփը առանձնացրել է հսկայական հաղթանակը Վենեսուելայում, Իրանի ապամիջուկայնացումը եւ ԱՄՆ-ի հանդեպ համաշխարհային հարգանքի վերականգնումը։ Դոնալդ Թրամփը հերթական սուր քննադատությամբ է հանդես եկել Իրանի ղեկավարության հասցեին, նրանց վարքագիծը որակելով երկերեսանի։ Ըստ Թրամփի Թեհրանը գաղտնի հանդիպումներ է աղերսում, սակայն հանրությանը կեղծ տեղեկություններ է հրամցնում բանակցությունների բացակայության մասին։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկյան ռազմական ուժերի բացարձակ վերահսկողության ներքո, ինչը բացառում է Իրանի ինքնիշխան գործողությունները։ Վաշինգտոնի այս անզիջում դիրքորոշումը նպատակ ունի պարտադրել կապիտուլյացիոն համաձայնագիր եւ վերջնականապես ասեցնել Իրանի միջուկային հավակնությունները։ Մասնագետների կարծիքով նմանատիպ հայտարարությունների աջակցակիացումը փաստում է երկու երկրների միջև դիվանագիտական վստահության, իսպառ բացակայության եւ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մասին։ Անցյալ շաբաթ Մարոկոյի հազարավոր քաղաքացիներ անսպասելիորեն ներխուժել են իսպանական Սեուտա քաղաք։ Մարոկոյի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը պաշտոնապես բացատրել է սոցիալական ցանցերի կեղծ լուրերով եւ իսպանական օրենսդրության սխալ ընկալմամբ։ Իսպանական կողմը սակայն կասկածի տակ է դնում այս վարկածը, մատնանշելով սահմանապահների կանխամտածված անգործությունը։ Մի քանի ներգաղթյալներ նույնիսկ հաստատել են, որ սահմանապահներն իրենց չեն արգելել, այլ ուղղակիորեն քաջալերել են անցնել սահմանը։ Թեև ափամերձ գոտում իրավիճակն արդեն հանդարտվել է, Սեուտայում ներկայումս դեռևս մնում է շուրջ 2500 մարոկացի։